Պալավունի տոհմի կառուցած Մարմաշենի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոններից է 10-11-րդ դարերի կառույցը մշտապես ուխտագնացությունների, հարսանիքների ու մկրտությունների ցանկալի վայր է, նաև ներգնաց տուրիզմում Շիրակի մարզի պահանջված ուղղություններից մեկն է, թեև հստակ թվային տվյալներ չկան, թե տարեկան ինչքան մարդ է այցելում։ Վարամաբերդ գյուղից մինչև համալիր մոտ 2,5 կիլոմետր ավտոճանապարհը քանդված է, մեքենաները վանքի տարածքին մոտենալու այլ ուղղություն չունեն։ Ավտոբուսները չեն կարող մինչև եկեղեցու մոտ գալ, կանգնում են մոտ Վարամաբերդ համայնքում, այնտեղից ոտքով իջնում են այստեղ, թե պատկերացրեք նրա զբոսաշրջիկների մեջ կան եւ տարեսպարտիկ։ Լայն ու ոչ թե տեղ-տեղ, այլ ամբողջական քանդված հատվածները ծածկելու ճանապարհը քիչ թե շատ անցանելի պահելու համար տարվա մեջ մի քանի անգամ հաշտեցումներ են կատարվում, որոնք երկար կյանք չունեն։ Փոսալցումներ են կատարում, բայց այդ փոսալցումները մի ամիս չի դիմանում, որովհետև անձրևներ են լինում, հեղեղներ բան շուն տանում։ Վանական համալիրի ճանապարհը հիմնանորոգելու առաջարկներ, քննարկումներ ու նաև նախագծային փաթեթներ կազմելու մի քանի փորձեր են եղել, որոնք գործնական փուլ չեն հասել, թեև դրանից վանք այցելողների հետաքրքրությունները ճարտարապետական գեղեցիկ կառույցի հանդեպ չեն պակասել։ Այս ճանապարհի նորոգումը նորից օրակարգում է, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ծրագիր է ներկայացրել։ Այժմ քննարկումների փուլում է ճանապարհի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցը։ Նախագծող կազմակերպությունը ծրագիրն իրականացնողները այս հարցերը քննարկել են Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագծման աշխատանքների ընթացքում կհստակեցվեն բոլոր տեսակի հնարավոր անբարենպաստ միջոցառումները եւ դրան համապատասխան կներկայացվի արդեն կոնկրետ առաջարկություններ, կոնկրետ միջոցառումներ ըստ խնդիրի, ըստ խնդրի, եթե այդպիսիք լինեն։ Վերջնական նախագիծը կկազմվի ուսումնասիրությունների, համայնքի ու հետաքրքրվող անձանց մասնագետների, նախարարությունների ներկայացրած առաջարկություններից և եզրակացությունների հիմքով։ Հանրային մյուս քննարկումներում ներկայացվելու են տարածքի լանդշաֆտների բնապահպանական, սոցիալ-տնտեսական ռիսկերն ու ազդեցությունները։ Ծրագրի նախնական նախագծով գյուղից մինչև վանական համալիր ճանապարհը կունենա ասֆալտային շերտ, կանաչ տարածքներն օգտագործվելու են որպես հանգստյան գոտի։ Ամբողջությամբ քանդվելու է արկա ճանապարհածածկը եւ նոր ասֆալտապատ ճանապարհ է կառուցվելու, կարելի ասել, բոլոր համապատասխան կոմունիկացիաներն են անցկացվելու, գազ, լույս, ջուր, կոյուղագիծ, նոր մոտեցնող, այն լինելու է սանհանգույց, նոր տաղավարներ են տեղադրվելու, կայնատեղի է կահավորվելու, ասֆալտապատ, ինչպես նաև որ արահետներ են լինելու վանական համալիրի տարածքում։ Բուն վանքի տարածքում և վանական համալիրում վերակառուցողական աշխատանքներ հիմնադրամը չի նախատեսում, քանի որ այն համարվում է հատուկ պահպանվող հուշարձանային գոտի, բայց եկեղեցու բակի և ճանապարհի հարակից կանաչ տարածքների ընդհանուր տեսքի միջավայրային համապատասխանեցումը իրենց նախագծում է, որով նախատեսվում է տարածքից դուրս բերել տաղավարները, որոնք ամառային հանգստի սեզոնին քեֆ ուրախությունների անցկացման վայրի են վերածվում։ Անպայման տաղավարների ընդհանուր տեսքը պետք է համապատասխանի բնական միջավայրին, նաև հուշարձանային միջավայրին, այսինքն պետք է հաստատվի անպայման մշակույթի նախարարության կողմից։ Լինել են շատ թեթև կոնստրուկցիաներից, առանց այսպես փոխելու միջավայրը ընդհանուր հուշարձանի։ Վանական համալիրից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանները նույնպես նորոգվելու են, նախագծային աշխատանքների ավարտը կախված է հանրային քննարկումների արդյունքներից, ծրագրի մեկնարկի ժամկետներ հիմնադրամը դեռ չի նշում, բայց ավարտը 2023 թվականին է նախանշվում։ Մարիամ Խալաթյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։